Իրավական համակարգի արդյունավետությունը հնարավոր չէ պատկերացնել առանց անկախ եւ ուժեղ փաստաբանական համայնքի։ Տարին, որն ամփոփում ենք, փաստաբանների պալատի համար նշանավորվեց մասնագիտական պատասխանատվության բարձրացմամբ, համակարգային զարգացումներով եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ակտիվ աշխատանքով։ Մասնագիտական էթիկայի պահպանումը, իրավաբանական օգնության հասանելիության ապահովումը եւ փաստաբանական ինստիտուտի ամրապնդումը մնացին առաջնահերթություն։ Իսկ թե ինչ աշխատանքներ են իրականացվել եւ ինչ մարտահրավերներ հաղթահարվել, ներկայացնում է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ 2025 թվականը բավականին ծանրաբեռնված եւ մարտահրավերներով լի էր փաստաբանական համայնքի համար։ Ինչպես ամեն տարի, փաստաբաններն այս տարի եւս հանդիպեցին մի շարք լուրջ իրավական խնդիրների։ Իրավունքի խախտումներ, ձերբակալումներ, մի շարք խնդիրներ, որոնց առանցքում ոչ միայն փաստաբանական համայնքի ներկայացուցիչների պաշտպանությունն է, այլև հենց քաղաքացու շահերի պաշտպանությունը։ Ինչ ռազմավարություն է ընտրել փաստաբանական համայնքը 2026 թվականի ընթացքում, ինչ նոր ծրագրեր եւ փոփոխություններ են սպասվում։ Այս ամենին մեծ զրույցում անդրադարձավ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ համաձայնվելու համար 2025 թվականը ամփոփելու այդ գործընթացը միասին կազմակերպելու։ Քանի որ խոսում ենք մի տարվա մասին, որ բավականին ծանր էր բոլորիս համար եւ ծանր էր նաեւ փաստաբանական համայնքի համար լի մարտահրավերներով, ուզում եմ անդրադառնալ 2025 թվականի թե ձեռքբերումներին, թե անելիքներին եւ այն միջադեպերին, որոնք արձանագրվեցին եւ որոնց վերաբերյալ կրկին լուրջ քայլեր կատարվեց փաստաբանական համայնքի եւ փաստաբանական պալատի կողմից։ Ես եմ շնորհակալ նման առիթ ընձեռնելու համար եւ հնարավորություն ընձեռնելու համար քննարկելու մեր խնդիրները եւ իսկապես այո, անցյալ տարին բավականին լի էր իրադարձություններով, ինչպես դրական, այնպես էլ բացասական իրադարձություններով եւ ունեցանք ինչպես բացասական դեպքեր, այնպես էլ դրական որոշակի իրադարձություններ, ու առաջի խնդիրներին անդրադառնանք, իսկապես ունեցանք դեպքեր, երբ որ ոտնահարվեցին մեր փաստաբանների իրավունքները, փաստաբանների նկատմամբ կիրառվեց անհամաչափ, այսպես ասած, ներգործություն, անհամաչափ ուժ, որոշակի փաստաբաններ հայտնվեցին անազատության մեջ, իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ, ինչը բնականաբար առաջնային եւ մեր համար ոչ ընդունելի դրսեւորում է, որի վերաբերյալ իհարկե բարձրաձայնել ենք բոլոր հնարավոր միջազգային կառույցներում եւ կարծում եմ դեռ գնահատականները կունենանք, ինչպես ունեցել ենք, այնպես էլ կունենանք նաեւ ապագայում։ Մյուս խնդիրը ի վերջո դա հարկային օրենսդրության փոփոխություններն էին։ Մենք տարբեր առիթներով եւ բազմիցս խոսել ենք այդ մասին, դրա բացասական հետևանքների մասին։ Ունեցանք այն ինչ որ ունենք, ցավոք սրտի ուրեմն գործադիր իշխանության հետ մենք չկարողացանք կամ կոնսենսուսի եւ ինչ որ ձևով զսպենք այս շեշտակի հարկային օրենսդրության փոփոխությունները, մի դերական մի բան պարզապես ընթացս լուծվեց, պարզապես թույլատրվեց փաստաբաններին մինչեւ 5% անվճար մատուցել իրավաբանական օգնություն։ Մյուս խնդիրը, որի մասին կուզենայի նաև խոսել, սա ինստիտուցիոնալ առումով այնուամենայնիվ փաստաբանական առաքելության հանկալումն էր, որը որ նաև սա արդեն ոչ թե պետություն, փաստաբանություն փոխհարաբերությունների մասին է պետք խոսել, այլ հասարակություն եւ փաստաբանություն փոխհարաբերությունների մասին է պետք խոսել, ստեղ էլ ունենք դրական տեղաշարժ, այս տարին ցույց է տալիս, որ այնուամենայնիվ փաստաբանը իր առաքելությամբ արդեն ավելի հավուր պատշաճի է ընկալվում հասարակության կողմից, փաստաբանը կարծես թե կամաց-կամաց զբաղեցնում է իր այն տեղը, որը որ հասարակության ընկալման մեջ է, որը որ պետք է զբաղեցնի։ Նաև ունեցել ենք ձեռքբերումներից մեկը ձեր առջևում դրված է, դա փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում ուսումնամեթոդական ձեռնարկն է, որը հավակնում է լինել վաղը արդեն կարելի ասել դասագիրք, սա պետք է ասենք, որ փաստաբանական ակադեմիայի ջանքերով ստեղծված ուրեմն աշխատություն է, ասեմ, որ մենք տարիներ շարունակ չենք ունեցել նմանատիպ դասագիրք, նմանատիպ գիտական, այսպես ասած, ամփոփ ձեռնարկ, որտեղ որ ներկայացում է
Հայաստանի Հանրապետության փաստաբանությունը իր բոլոր սպეციფիկաներով, իր բոլոր առանձնահատկություններով, իր բոլոր կարգավորումներով եւ զարգացման դինամիկայով բավականին ակտուալ ուրեմն աշխատություն է, որը որ 10 գիտնականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորություն եղավ ուրեմն հրատարակել սա, որից եմ կրկնում, սա փաստաբանական ակադեմիայի ջանքերով էր, սա արվեց։ Կարևոր ձեռքբերումներից մեկը կասեմ, որ մեր միջազգային համագործակցությունը էլ ավելի ինտենսիվանում եւ հավաստում եմ դրա, նաեւ ասենք, որ այսօր քննարկվում է եւ դրական իմաստով է նաեւ քննարկվում գործադիր իշխանության կողմից փաստաբանական կոնվենցիայի ընդունումը, երկու բառով խոսենք, սա առհասարակ ինչ փաստաթուղթ է, Եվրոպայի խորհուրդը մայիս ամսին ընդունեց միջազգային այսպիսի կոնվենցիա, որտեղ համրագրված են փաստաբանների իրավունքների պաշտպանողությանը ուղղված առանցքային կարգավորումներ, շուրջ 20 Ինչի կարիք ունենք մենք իրապես։ Ինչի կարիքը մենք ունենք եւ 20 երկիր արդեն ստորագրեց, ես վերջերս ստացա արդեն անպատասխան գրագրության միջոցով դիրքորոշում, որտեղ գործադիր իշխանությունը կարծես թե դրական իմաստով է նայում սրան եւ Հայաստանն էլ կմիանա այդ կոնվենցիային, ինչ կարեւոր սա Ինչ ակնկալիքներ այո կարող են ունենալ։ Տեսեք, կոնվենցիան որևէ նոր երաշխիք, որը որ մեր օրենսդրությամբ ամրագրված չէ, չի նախատեսում։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ներքին օրենսդրությունը փաստաբանական գործունեության համատեքստում ունի ֆունդամենտալ բավականի ավելի միգուցե որոշակի իրավիճակներում խորքային երաշխիքներ, սակայն մենք բախվում ենք այսօրվա իրականություններին, այդ օրենսդրությունը չի կատարվում ցավոք սրտի։ Այո։ Չի կատարվում եւ դրա ապացույցն է նաեւ վերջին շրջանում տեղի ունեցող այդ դեպքերը։ Կոնվենցիոն կարգավորումը նախատեսում է մոնիտորինգային առանձին մարմնի ստեղծում վերպետական, որը որ գնահատական կտա փաստաբանության իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում եւ այդ գնահատականը իհարկե թե քաղաքական, թե իրավական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։ Հետևաբար պետությունները պետք է այս առումով նաև ձգտեն, որպեսզի ապահովեն իրավունքի պաշտպանության եւ փաստաբանական բարձր մակարդակ։ Այդ երբ ասած զսպող մեխանիզմ է ներդրվելու։ Իդեպ ասեմ, մենք այս կոնվենցիան արդեն իսկ կիրառում ենք, այն իմաստով ենք կիրառում, որ այն բոլոր երևույթներին, որի շրջանակներում տալիս ենք մեր գնահատականը, արդեն իսկ վկայակոչում ենք այդ կոնվենցիոն կարգավորումները։ Սա եւս մի նշանակալի իրադարձություն է, որը որ այս տարիների ընթացքում այս տարվա ընթացքում մենք ունեցանք եւ դրական իմաստով գնում ենք դեպի դա։ Մնացած բոլոր առումներով փաստաբանության կյանքը տեսնում եք լի է իրադարձություններով, թե հասարակական կյանքի մասնակցության առումով մենք շարունակում ենք իրացնել այն ծրագրերը, որոնք որ նախաձեռնել ենք, մասնավորապես անվճար անգամ իրավաբանական օգնության հստակ անգամ այս հարկային ռեժիմի պայմաններում հարթակների տրամադրումը կարիքավորներին, հասարակության հետ կապերը ել ավելի սերտացնելով ունենք համապատասխան հաղորդում փաստաբանի խորհրդով, որը որ ինտենսիվ մենք շարժվում ենք առաջ եւ բազում այլ ծրագրեր, որոնք որ միշտ իրականացվել են եւ շարունակելու ենք իրականացնել, հաջորդ տարի եւս ունենք որոշակի արդեն իսկ պլանավորված ինտենսիվ գործողություններ, հիմա չեմ ուզում հատուկ ընկնել առաջ, բայց փորձելու ենք եւս ակտիվացնել այս առումով։ Շատ լավ, քանի որ մենք խոսում ենք այն մասին, որ արվում է հնարավոր բոլոր քայլերը կարիք ունեցող անձանց իրավաբանական օգնություն ցույց տալու եւ միաժամանակ ուզում եմ նաեւ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ տևական ժամանակ մենք բարձրաձայնում էինք այն հարցը, որ հարկային օրենսգրքի այս փոփոխությունը վերաբերելի է լինելու նաեւ այն քաղաքացիներին, ովքեր օգտվելու են հանրային պաշտպանի գրասենյակից եւ ըստ էության ծավալն է մեծանալու այն անձանց, ովքեր դիմելու են։ Ինչ արդյունք ունենք, որովհետեւ բավականին երկար ժամանակ է անցել եւ ինչ ենք արձանագրել այս մասով։ Տեսեք, ծավալի աճ բնականաբար ունեցել ենք այսօր հանրային պաշտպանի գրասենյակը
իր ողջ կարողություններով, ուրեմն մաքսիմալ կարողությունով գերլարված վիճակում իրականացնում է իր աշխատանքները, հատկապես քրեաիրավական ոլորտում, որ մեր հանրային պաշտպանները գերծանրաբեռված են եւ մենք ունեցանք վերջերս հաստիկների ավելացում, թվով 5 հաստիկով մեզ մոտ ավելանալու է հանրային պաշտպանի հաստիկները եւ այդ ամբողջը մենք ուղղելու ենք քրեաիրավական ուղղվածության եւ հանրային պաշտպանների համալրմանը, բայց ցավոք սրտի պետք է արձանագրել, որ այսօր հանրային պաշտպանի աշխատանքի գրավչությունը եւս նվազել է, ինչով է սա պայմանավորված։ Ծանրաբեռնվածությամբ առաջին հերթին ես կասեի։ Տեսեք, այո, ծանրաբեռնվածությամբ եւ ինչու՞ չէ, նաեւ սոցիալական այս անհավասարությամբ։ Այո։ Մենք կա միջազգային այսպիսի ստանդարտ, որ հանրային պաշտպանության եւ հանրային պաշտպանների սոցիալական մակարդակը պետք է հավասար լինի մեղադրանքի կողմի սոցիալական մակարդակին։ Եվ ավելին ասեմ, մենք օրենքով ուղղակի ամրագրել ենք այդպիսի կարգավորում, ու կարգավորումը հետեւյալն է, հանրային պաշտպանը ստանում է վարձատրություն համահավասար Երևան քաղաքի ավագ դատախազի հաստիկին, այսինքն, բայց մենք ունենք այստեղ արդեն շեղում, այն առումով, որ Երևան քաղաքի օրինակ ավագ դատախազը կարողանում է օգտվել սոցիալական երաշխիքներից մեկ, ստանում է որոշակի, ինչ ասեմ, պարգևավճար, բոնուսներ կամ եւ այլը, որը հանրային պաշտպանը չի ստանում։ Նա ստանում է ֆիքսված աշխատավարձը։ Եվ եթե մենք գումարում ենք այդ սոցիալական փաթեթները, այդ պարգևավճարները, այդ տատանումը եւ տարբերությունը էական է դառնում եւ այս առումով ցավոք սրտի գրավչությունը գնալով նվազում է։ Իհարկե, այս նաեւ մյուս կողմից նաեւ լավ դարբնոց է երիտասարդ կադրերի համար, բայց այդ հավասարությունը արդեն խախտված է։ Շատ լավ։ Մենք խոսեցինք այն մասին, որ մի շարք փաստաբաններ փաստացի հետապնդվեցին, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց։ Արդյոք կարելի ասել, որ այս իշխանությունը անում է որոշակի քայլեր նաև փաստաբանական համայնքին լրացնելու, որովհետև բավականին ակտիվ են նաև հասարակական կյանքում։ Այն որ նմանատիպ եզրահանգման կարելի է հանգել, դա ակնառու է, բայց սա պայմանավորված է եւս փաստաբանի կարգավիճակի ոչ ճիշտ ընկալմամբ։ Ինչ շատ անգամ հարց են տալիս, բայց ինչպես է, որ տվյալ փաստաբանը լինելով փաստաբան ներգրավում է քաղաքական գործընթացների մեջ։ Հասարակության մեջ տպավորությունը այն է, որ անձը կարող է քաղաքական գործունեության մեջ ներգրավել բացառապես այն դեպքերում, երբ որ չի զբաղվում որևէ այլ գործունեությամբ։ Պետք է տպավորությունը փոխել, հակառակը քաղաքական գործունեության չզբաղվելը, արգելքը, դա խիստ բացառիկ երևույթ է, որը որ վերաբերելի է որոշակի քաղաքացիական ծառայողների, որոշակի պաշտոնատար, մնացած բոլոր դեպքերում մնացած անձը ազատ է իր քաղաքական դրսևորումները իրացնելու։ Նույնը վերաբերում է փաստաբաններին։ Փաստաբանի մասնագիտությունը ազատ մասնագիտություն է եւ այո նորմալ է, որ փաստաբանը ներգրավում է որոշակի քաղաքական գործունեության կամ ունի քաղաքական որոշակի դիրքորոշում։ Ավելին, այդ քաղաքական դիրքորոշման համատեքստում նա արդյունավետ կարող է պաշտպանություն իրականացնել, օրինակ իր քաղաքական թիմին աջակցելու նպատակով։ Սա որևէ կերպ չի կարող նսեմացնել իր մասնագիտական կարգավիճակը։ Այլ հարց է, երբ որ նա նույնականացվում է իր վստահորդի հետ։ Եվ զուտ այն տեսանկյունով դիտարկել, որ գիտեք ինչ կա, օրինակ Ռուբեն Մխիթարյանի դեպքը, հա, նա ունի որոշակի քաղաքական դիրքորոշում, քաղաքական ուղղվածություն, սակայն այն գործընթացը, որտեղ որ նա իրականացնում էր իր հավանական օգնություն, սա տեսախցիկների առջև էր տեղի ունենում, սա որևէ կերպ չէր կարող իր օրինակ քաղաքական դիրքորոշումը նստեմացնել իր մասնագիտական կարգավիճակը։ Այն չանենք, որ ինքը միգուցե եւ այո քաղաքական դիրքորոշումն ինչ է նշանակում, նա չի կարող անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել, նմանատիպ եւ ավելին ասեմ, փաստաբանների պալատը միշտ եւ այսօր նաեւ եւս միշտ իրացրել է այդպիսի առաքելություն, երբ որ քաղաքական հուզումներ են տեղի ունենում, մենք արագ ձևավորում ենք արագ արձագանքող խմբեր եւ կարիքավորներին անվճար իրավաբանական առաջնային օգնություն ենք տրամադրում։
Գործընկերներիցս մեկը լավ նշեց ազգային ժողովի ամբիոնից եւ ասես 18 թվականին մենք եւս ցուցաբերում ենք այդ անվճար իրավաբանական օգնությունը այն նույն այսօր իշխանության ներկայացուցիչներին, որոնք որ դրա կարիք ունեն։ Այո, փաստաբանների պալատի առաքելությունը եւ փաստաբանի առաքելությունը դա մյուս կողմից էլ փաստաբանը կաշկանդված էր մասնագիտական էթիկայի շրջանակներում եւ տեսեք որոշակի տարբերություն խոսքի ազատության իրացման փաստաբանի եւ քաղաքացու կա տարբերություն, ինչու, որովհետեւ այն քննադատությունը, որը որ իրացնում է փաստաբանը, էթիկայի նորմերի շրջանակում է, այո, քաղաքացին նմանատիպ կաշկանդվածություն չունի։ Եթե դա տեղի ունենում էթիկայի նորմերի շրջանակներում, դա նորմալ է եւ փաստաբանի մասնագիտության հենց առանցքը հենց այդ քննադատությունն է, անհամաձայնությունն է, որը որ որոշակի իրավական երևույթների շրջանակներում նայում է։ Նաեւ ես կուզենայի մի այլ պարոն Բաբայան, ես այստեղ ավելացնեմ, որ եթե փաստաբանը էթիկայի նորմերի շրջանակում չէ հայտարարություն արել, ես կարծում եմ այդ խնդիրը պետք է քննարկվի փաստաբանական պալատում հանձնաժողովի նիստի ժամանակ, այլ ոչ թե ստանա քրեական հետապնդման Բնականաբար մի առանձնահատկություն էլ ասեմ, տարբեր հարթակներում պաշտոնատար անձինք եւ այլը դիրքորոշում են հայտնում, որ այ տեսեք, այստեղ այսինչ process-ով, այսինչ փաստաբանը հայտնեց այսպիսի դիրքորոշում կամ մամուլում այսպիսի հրապարակում տեղի ունեցավ կամ Facebook-յան, այսպես ասած, տիրույթում ինչ որ բացասական հայտարարություն է տեղի ունեցել փաստաբանի կողմից, տեսեք, փաստաբանների պալատը վերացական վերահսկողություն իրականացնող չէ, ամիջական վերահսկողություն իրականացնող չէ, այստեղ խնդիրը հետեւյալն է, մենք պետք է առիթ ունենանք։ Մենք չունենք մոնիտորինգային ազնախումբ, որը որ 3000 գործող փաստաբանների նկատմամբ հսկողություն է իրականացնում գիշեր-ցերեկ, հա, եւ տեսնում ենք, որ մի փաստաբանը որևէ դատական process-ում կամ որևէ հարթակում ինչ դիրքորոշում հայտնեց։ Այո, անհրաժեշտ է դիմումի առկայություն։ Անհրաժեշտ է դիմումի առկայություն, որպեսզի պայմանները մեզ մոտ նախաձեռնում է վարույթով մենք քննարկում ենք այդ հարցը արդյոք անձը ենթարկա է կարգապահական պատասխանատվության եւ թե ոչ։ Մյուս կարևոր ասպեկտներ պետք է դիտարկել։ Տեսեք, փաստաբանները, մենք ունենք փաստաբաններ, որոնք, ինչպես նշեցի, իրականացնում են ակտիվ քաղաքական գործունեություն։ Անկամ ձեզ հայտնի շատ քաղաքական գործիչներ ունեն փաստաբանի կարգավիճակ։ Կարևոր է նաև հասկանալ, որ եթե նա իրականացնում է քաղաքական գործունեություն եւ սա փաստաբանական գործունեություն չի, այսինքն տվյալ անձը իրականացնում է կուսակցության ղեկավար է կամ կուսակցական որոշակի աշխատանքներ է կատարում եւ այլն, հա, սա եւս մենք չենք կարող դիտարկել իր մասնագիտական տիրույթում էթիկայի պահպանման շրջանակներում։ Այո, իմ օրինակով ասեմ, եթե ես որպես լրագրող որևէ կարծիք հնչեցնեմ, որ էթիկայի նորմերին համապատասխան չլինի, բայց դա ես հնչեցնեմ լրագրողական գործունեության իրականացման ընթացքում, դա բնականաբար չի կարող քննարկվել փաստաբանական գործունեության։ Այո, եւ այս մոտեցումը կա, ես չեմ ուզում անձանց անուններ վկայակոչեմ, մենք ունենք շատ ակտիվ քաղաքական գործիչներ, որոնք որ նաեւ ունեն փաստաբանի կարգավիճակ։ Եթե նրանց քաղաքական գործունեությունը մենք դիտարկենք փաստաբանական էթիկայի նորմերի լույսի ներքո, ապա բնականաբար միգուցե եւ խախտման հատկանիշներ այստեղ լինեն, բայց քանզի դա փաստաբանական գործունեություն չի, դա քաղաքական գործունեություն չի, սա մեր դիտանկյունում չի կարող տեղավորվել։ Շատ լավ։ Պարոն Բաբայան, տոնական օրեր են եւ անկախ նրանից, որ որոշներն ունեն տոնական տրամադրություն, որոշները պատրաստվում են տոն է եւ մենք բոլորս պետք է ամփոփելով 2025 թվականը կարողանանք 2026 թվական մոտ գործել իրոք սպասումներով եւ իրոք դրական տրամադրվածությամբ։ Ձեր հորդորը, ձեր շնորհավորանքը։ Ես առիթ օգտագործելով ուզում եմ շնորհավորեմ մեր բոլոր գործընկերներին Սուրբ Ծնունդի եւ Ամանորի կապակցությամբ մաղթեմ բեղմնավոր արգասաբեր գործունեություն աշխատանք փաստաբաններին, շարունակեն լինել միասնական, ինքնակառավարվող եւ անկախ եւ ամուր լինեն, որպեսզի կարողանանք դիմակայենք մեր առօրյա, այսպես ասած, մարտահրավերները եւ ապագա տարին եւս խոստանում է լինել իրադարձություններով շատ, թե դերական իմաստով, թե ակնկալվում է նաև որոշակի քաղաքական ակտիվություն, ինչը հանգեցնելու է բնականաբար նաև ենթադրում որ կունենանք բացասական հետևանքներ, մենք պետք է լինենք հասարակության կողքին, սա մեր խորհրդանիշն է, նաև մենք հանդիսանում ենք հասարակության պաշտպանը, որպեսզի կարողանանք
նաև այս հատկանիշները ոչտված լինելով կարողանանք արդյունավետ ապահովել անձանց իրավունքների պաշտպանությունը։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհավորում ենք եւ շնորհակալություն հայտնում այն ահռելի աշխատանքի համար, որ կատարում է պալատը եւ իրոք ակնկալում 2026 թվականին էլ ավելի լավ տարի, քան 2025-ն ենք արձանագրել։ Շնորհակալ ենք։ Ինչ նոր նախաձեռնություններով հանդես կգա փաստաբանական համայնքն ու ծառացած մարտահրավերների դեմ պայքարի ինչ քայլեր կձեռնարկվեն հաջորդիվ, անպատճառ տեղ կգտնեն եկող տարվա մեր եթերներում։ Իսկ փաստաբաններից յուրաքանչյուրի հետ ունեցած մեր համատեղ աշխատանքը մշտապես կառուցվել է փոխադարձ վստահության եւ պրոֆեսիոնալիզմի վրա, ինչի համար հաղորդաշարի անձնակազմը եւս շնորհակալ եմ։